Պարոն Մարուկյան, այսօր արդեն նախկին հանրապետական Վիկտոր Դալաքյանն, ով նաև ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներ, նաև նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ 4 տարի շարունակ, նա հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ նաև խոսել է ձեր մասին խորհրդարանական ընտրություններում ձեր կողմից փաստաթղթեր կեղծելու հետ կապված, մասնարարպես նա նշել է, որ դուք իրականում 1 տարի 17 օր չեք բնակվել Հայաստանում եւ այդ կեղծիքներով եք ըստ էության իր մանդատը խլել իր ձեռքից։ Ինչպես եք արձագանքում այս մեղադրանքներին։ Ուրեմն այդ մեղադրանքներին ես արդեն 4 տարի արձագանքում եմ։ Ուղղակի հիմա ինչն է լավ, որ նա իր դեմքով է ինձ մեղադրում, որովհետեւ բացի ՀՀ բողոքելը, մնացածը, որքան որ այս տեղեկատվությունը սպրդվել է մամուլ եւ ներկայացվել է, նա իր դեմքով չի արել։ Տարբեր ԶԼՄ-ների միջոցով, ինչ որ ասուլիսներով, բայց ինքը չէ, որ ես իրեն չպատասխանեմ։ Հիմա ես հնարավորություն եմ իրեն պատասխանելու, ուրեմն իմ նախընտրական բուկլետը ես այսօր հրապարակել եմ, այնտեղ երևում է, որտեղ գրված է, որ ես սովորել եմ Մինեսոտայի համալսարանում եւ որևէ գաղտնիք չի եղել, եւ դա հրապարակային ներկայացվել է, եւ նա որևէ կերպ չի թիրախավորել քարոզարշավի ժամանակ վստահ լինելով, որ ինքը հաղթելու է։ Պարտվելուց հետո վիճարկել է այս փաստը, որ մշտական բնակություն չունեմ, բայց այն ժամանակ միակ կարգավորող փաստաթուղթը դա քաղաքացիական օրենսգիրքն էր, որը ասում էր, որ մշտական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ մարդը մշտապես կամ առավելապես բնակվել է։ Եվ եթե վերջին 5 տարով նայենք, ես առավելապես բնակվել էի այն վայրում, որտեղի համար ինձ տեղեկանք էին տվել եւ որևէ կեղծիք չկար։ 5 տարվա այդ բանը այո, ամբողջությամբ համապատասխանել է, այո։ Եվ ընտրական օրենսգրքում նշված չէ թե ինչ է նշանակում մշտական բնակություն։ Եվ իրենք հողում էին անում սահմանադրության նորմին։ Ուրեմն այսօր սահմանադրության նորմը մնացել է նույնը, 5-ը 4 է դարձել միայն, բայց մշտական բնակության մասով նույնն է մնացել, եւ գործող ընտրական օրենսգիրքը, որը ԵԱՀԿ առաջարկություններով է փոփոխվել այդ մասով, ասում է, որ մշտական բնակությունը կարող է խախտվել, եթե 760 քանի օր 1400 օրվա մեջ դու բացակայել ես, այսինքն մոտավորապես 2 տարվա բացակայության մասն է խոսում, եւ ասում է բացառությամբ, եթե դու գնացել ես բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու կամ հանրային ծառայություն, այսինքն դիվանագետ ես գնացել ես։ Եվ ես պաշտոնապես ասում եմ, որ անգամ 3 տարի եթե մարդը գնա PhD անի արտասահմանում, չի կարող նրան չտրվել մշտական բնակության մասին տեղեկանք։ Իսկ դուք որքան եք սովորել։ Օրենքով սահմանվել է։ Ես մի ակադեմիական տարի եմ սովորել։ Եվ սա է եղել, այն վաղտել թաքուն չի եղել ոչ մի բան, ինքը բողոքարկել է սա ԸՀ-ն մերժել է եւ ուզեցել է դիմի ՍԴ, ՍԴ-ում ասել են իրեն, որ դիմումդ մերժվելու է, դու հիմք չունես, եւ սկսել է աշխատել նախագահի ներկայացուցիչ, պետական ռեսուրսներից 4 տարի օգտվել, իր հարազատներին աշխատանքի տեղավորել եւ այսօր հիշել է, որ ինքը պետք է էլի դառնա անդիմադիր։ Պարոն Մարուկյան, նայեք, նա նշել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի կողմից է կազմակերպվել այս հանցագործությունը։ Ինչու է նա այս մեղադրանքը հասցեագրում հենց Սերժ Սարգսյանին։ Որովհետեւ այսօր անդիմադիր է դարձել, ժամանակին էլ ասում էր, որ Սերժ Սարգսյանը կոն է անում կազինոներում ձեր բանը թոշակները, հա, երբ որ ընդդիմադիր էր էլի, հիմա էլ պետք է հիմա մի բան ասի Սերժ Սարգսյանին, էլ դա ասում, բայց որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ աշխատում, չէ, ասում, պարոն նախագահ, այս ինչ է կեղծ է բան։ Ուրեմն Սերժ Սարգսյանը ոչ մի կապ չունի, Սերժ Սարգսյանը Վանաձոր քաղաքի հրապարակում ասել է, մենք պաշտպանում ենք Վիկտոր Դալաքյանին, ամեն ինչ արել են, որ ընտրվի Վիկտոր Դալաքյանը, բայց նա պարտություն է կրել։ Եվ տեղեկանք, մեղեկանք այդ պատմությունները post factum նա սկսել է վիճարկել, որ այդ լուսավոր է տեղած այդ ընտրությունը հարամի։ Եվ հիմա էլ նա գործուղվել է քաղաքական դաշտ, էլի նույն Բաղրամյան 26-ից որտեղ նա աշխատում էր, էլի այս դաշտը ապականելու եւ մեր դեմ աշխատելու համար։ Կարծում եք նրա նախագահականից դուրս գալու աշխատակազմի ղեկավարի տեղակալից, հանրապետականից դուրս գալու բոլոր այս գործընթացները համաձայնեցվել են Սերժ Սարգսյանի հետ։ Միանշանակ պլանավորված բան է եւ մինչեւ այդ էլ է պլանավորված եղել եւ տեսեք Վիկտոր Դալաքյանը երբեւէ ընդդիմություն չի եղել։ Նա միշտ իշխանության հետ համագործակցել է։ Վանաձորցիներին հարցրեք 95 թվականին նա ինչպես է ընտրվել։ Ընտրվել է քվեատուփը գողանալով։ Քվեատուփը գողացել են, լույսերը անջատել են եւ փոխվել է տվյալները եւ բոլորը գիտեն Վանաձորում կարող եք հակառակորդ տեխնացուին գտնել, նա կասի դրա մասին եւ բոլորը գիտեն նա ով է եղել։ Վերջին տարիներին այդ հոկտեմբերի 27-ից հետո նա ընդդիմադիր հռետորաբանություն պահպանեց, հաղթեց Վահրամ Բաղդասարյանին 2007 թվականին եւ 12 թվականին պարտվեց այն ընտրությունները, որտեղ 5 տեխնացու կար եւ թիրախը Էդմոն Մարուկյանը չէր։ Նա չէր էլ պատկերացնի, որ հնարավոր է ես հաղթեմ։ Թե չէ այն ժամանակ մի բան կանեին,
Իմ դեմ ինչ որ կերպ կկանխարգելեն։ Նպատակը ո՞րն է, պարոն Մարուկյան, նորից մտնել քաղաքականություն, Սերժ Սարգսյանի հետ ինչպես դուք եք նշում, համաձայնեցնել բոլոր սցենարները սպասվում, կան նոր ուժեր դաշտում եւ պետք է հին օգտագործված ինչ որ մարդիկ մտնեն դաշտ եւ դաշտը ապականեն, դաշտում խառնաշփոթ մտցնեն եւ ես կարծում եմ, որ դա չի ստացվելու, որովհետեւ արդեն բավականին քաղաքական մեր համակարգը այդ մոտեցումներից փոխվել է 21-րդ դարն է եւ ես չգիտեմ մեկին որ ինչ որ Վիկտոր Դալաքյանի ասած բաներին կարող է հաշվի առնել։ Այս ընտրություններում էլ նա Վանաձորում ակտիվ աջակցել է Մամիկոն Ասլանյանի տեխնացությունը, որպես ոչ թե հանրապետական միգուցե որպես մեր դեմ, հա, եւ էլի տեսանք ինչ ֆիասկո են իրենք ապրել բոլորով վերցրած։ Վիկտոր Դալաքյանն էլ իրենց նվեր։ Դուք կարծում եք, որ խորհրդարանական 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վիկտոր Դալաքյանին նորից կտեսնենք իշխանական ճամբարում։ Ես կարծում եմ, որ Վիկտոր Դալաքյանին այլևս քաղաքական համակարգում չենք տեսնի, որտեղ նա որևէ շանս չունի ընտրվելու քան հանրապետական կուսակցության ցուցակով կամ ինչ որ արբանյակ կուսակցությունների ցուցակներով, եթե ինչ որտեղ մտցնեն բերեն խորհրդարան, միգուցե։ Եվ վերջին հարցը, պարոն Մարուկյան, Վիկտոր Դալաքյանն այսօրվա ասուլիսում նաև հայտարարել է, որ 2012-ին դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել եք կարծես թե ձեր հաղթանակի այդ հարցը։ Իսկապես նման հանդիպում եղել է եւ նման քննարկում։ Ուրեմն 2012 թվականին հրապարակ թերթում նման տեղեկատվություն է սպրտվել, որ մեր տեղեկությունով նման բան եղել, ինչը ես այն ժամանակ հերքել եմ, էլի իր կողմից է այդ տեղեկատվությունը տարածել, այն ժամանակ եմ հերքել, հիմա եմ հերքում։ Ես եթե հանդիպում եմ դրանից լինում է նկար, լուսանկար եւ այլն։ Ես հանդիպել եմ նախագահի սահմանական բարեփոխումների ժամանակ, բոլորը գիտեն։ Եվ 12 թվականին ես ոչ Սերժ Սարգսյանն եմ ճանաչել, ոչ մի իշխանության մեջ մի մարդ չեմ իմացել։ Անգամ Վանաձորից ընտրված падգամավորներին ես անձամբ չեմ ճանաչել։ Ես Վարան Բադասարյանի հետ ծանոթացել եմ, ասենք, խորհրդարանում, Կարեն Սարիբեկյանի հետ, չգիտեմ, Արկադի Համբարձումյանի հետ, բոլորի հետ։ Ես իմ իրավապաշտպան Բայց ձեր ընտրությունների խորհրդարանական ընտրությունների շրջանակներում չեք հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Նման բան չի եղել, ես դա համար եմ ասում։ Այն ժամանակ դա նորություն չինք ասում։ Այն ժամանակ էլ էս տեղեկություն եղել, հերքել եմ, հիմա էլ եմ հերքում եւ բնականաբար իր կողմից ներկայացած բոլոր մեղադրանքները, ԱԱԾ, հանցագործություններ, բան։ Ես ուրեմն պաշտոնական հարցում ունեմ արած այն ժամանակ ԱԱԾ-ին, որ ով է իմ անձնագրի մուտք ու ելքի, ոչ միայն իմ, այլ իմ կնոջ ու երեխայի անձնագրի մուտք ու ելքի տվյալները դուրս տվել եւ եղել է արդյոք նման հարցում թե ոչ, ես պաշտոնական պատասխանում եմ, որ ԱԱԾ-ն, որտեղ սեկտը այդ սահմանային ԱԱԾ եսկողության տակ է, որևէ հարցում չի ստացել դրա վերաբերյալ եւ որևէ մեկին տեղեկատվություն չի տվել։ Հետեւաբար այն տեղեկատվությունը, որը որ մամուլում հրապարակվում էր եւ Վիկտոր Դալաքյանը այսօր ասում է, դա ապօրինի է ձեռք բերված եւ դա հենց քրեական պատասխանատվության հիմք է։ Եվ վերջին հարցը շատ կարճ արձագանք եմ ուզում տակ։ Վիկտոր Դալաքյանն այսօր հայտարարել է, որ այս ամենից հետո եթե իրեն եւ իր ընտանիքի անդամներին ինչ-որ բան պատահի, ապա մեղավոր է Սերժ Սարգսյանը։ Կարծում եք իրական սպառնալիք կա, թե սա նաեւ այդ ձեր նշած պայմանավորվածությունների շրջանակում։ Բնականաբար ոչ, Վիկտոր Դալաքյանը իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որ նրան սպառնան կամ իր ընտանիքի անդամներին, որոնք բոլորը պետական աշխատողներ են, եւ այս առումով կարծում եմ սա հերթական են հին 90-ականների բաներից է, տրյուկներից է, որը հիմա արդեն չի անցնում։ Ես այն ժամանակ եմ հիշում, որ ասել հոկտեմբերի 20-ի վերաբերյալ ելույթ ունեցավ ու ասավ, եթե այսուհետ ինձ մի բան լինի, իշխանությունն է պատասխանատու։ Մինչև հիմա իրան բան չի եղել, մինչև հիմա աշխատում էր նախագահականում, ծառայական մեքենայով ԱԺ դարպասից ներս էր մտնում, դուրս էր գալիս եւ 4 տարի պետական ռեսուրսից օգտվում էր։ Նոր հիշեց, որ բանա հանցագործություններ են անում մարդիկ։ Եղավ, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։